նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դամոկլյան սրի պես սպառնում էր Հայաստանի անվտանգության։ Այսօր էլ սպառնում է այդ հայտարարությունը, քանի դեռ Հայաստանը իր ստորագրությունը չի հետ կանչել այդ հայտարարությունից, ես կարծում եմ, որ այն սպառնալիք է, որտեղ այն Հայաստանի ինքնիշխանությանն էր սպառնում, Հայաստանի տարածքային ամբողջականությանն էր սպառնում։ Օգոստոսի 8-ի որևէ պայմանավորվածություն այդպիսի դրույթ չունի։ Ավելին մենք ավելի ու ավելի տեսնում ենք, որ դա իրական խաղաղության հասնելու Հայաստանի համար հնարավորություն է, այն իմաստով, որ տեսնում ենք նաև տնտեսական հստակ շահեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք ապահովում են, որ քաղաքական պայմանավորվածությունները այդտեղ տևական կարող են լինել։ Ավելին, մենք տեսնում ենք, որ պետքարտուղարության վերջին հայտարարություններն են շատ հետաքրքիր, որ սրանք ժամանակավոր շահեր չեն, սրանք երկարատև շահեր են Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ուղղությամբ Միացյալ Նահանգների ունեցած այն ծրագրերը, որոնք վերաբերում են ընդհանրապես չինական ապրանքների Կենտրոնական Ասիայի հարստության տեղափոխումը դեպի Եվրոպական միություն։ Եվ տեսնում ենք նաեւ Եվրոպական միության անցյալ շաբաթ գլոբալ դարպասներ այդ հայտնի միջոցառումը, տեսնում ենք ահռելի շահագրգռություն, որպեսզի միջին միջանցքը աշխատի եւ Եվրոպան կարողանա հաղորդակցվել Կենտրոնական Ասիա, Չինաստան, Հարավային Կովկասով այս ճանապարհը ժամ առաջ գործարկվի։